Բարի գարնանային լույս Նուր TV-ի հավատարիմ հեռուստադիտողներին պատկերացնում եմ, որ ձեզնից շատերը հիմա մեկ գավաթ սուրճը ձեռքին եկել են հետևելու մեր ընթացքին ու բացահայտելու նոր դեմքեր ու նոր դեպքեր։ Ասեմ, որ այսօրվա բացահայտումները քիչ չեն։ Մարտի վերջին կիրակին օրերը գնալով էլ ավելի բարենպաստ են դառնում մարզային այցելությունների, Հայաստանի գողտրիկ անկյունները բացահայտելու ու դրանցով հիանալու համար։ Չնայած որ կարծում եմ Հայաստանի տեսարժան վայրերն ու բնության հրաշքները տարվա բոլոր եղանակներին են գեղեցիկ յուրովի։ Մի ծեծված արտահայտություն կա, չէ՞, հավատում եք սեր առաջին հայացքից ասվածին։ Դուք չգիտեմ, բայց մեր այսօրվա հյուրը սիրահարվել է բնությանը հենց առաջին հայացքից։ Մեր տաղավարում է լրագրող, լեռնագնաց ու զբոսաշրջությամբ անսահման տարված Լիլիթ Խաչատուրյանը։ Բարի առավոտ Լիլիթ, ուրախ եմ, որ ձեր օրը մեր հետ եք սկսում։ Շնորհակալություն հրավերի համար։ Ինչպես է սկսվել օրը, մեկ գավաթ Հիանալի, այո։ Հիանալի, արդեն եղանակները շատ լավն են, մենք արդեն կարելի ասել տանը չենք լինում, բնության գրկում ենք ու լեռներում։ Առասարակ ինչպես է լրագրող լեռնագնացի օրը սկսվում։ Շատ տարբեր օրեր կան, որ միայն Երևանում, բայց օրեր կան, որ կարելի ասել, այսինքն օրեր կան, ոչ թե օրեր, ամիսներ կան, որ Երևան չեմ գալիս, որտեղ իմ աշխատանքը փաստացի կապված է Հայաստանի հետ, ու տանը կարելի ասել ընդամենը ես հյուր եմ լինում։ Հյուրի կարգավիճակով եք, հյուրատանն եք, էլի։ Ես անամփեր եմ բացահայտելու, ինձ թվում է նաև հեռուստադիտող, թե ինչպես ձևավորվեց ձեր սերը առբնություն այսքան մեծ թափով, հաշվի առնելով, որ կրթությամբ լրագրող եք։ Օй, տարիներ առաջ ես ինքս քաղաքային մարդ էի, բայց զբոսաշրջության պետական կոմիտեի մամլոյ խոսնակն էի, ու այդ ընթացքում, այսպես ասած, ակտիվ զբոսաշրջությամբ հետաքրքրվում էի ու նաև լրագրողներին էի տեղացի տանում Հայաստանում մեկ, որպեսզի այսպես ասած բացահայտենք Հայաստանը, տեղից սիրահարվեցի, հետո դուրս եկա, հետո գնացի հանգստանալու ու հասկացա, որ մենք չգիտենք Հայաստանը ու փորձեցի մի երկու հատ փոքր ու կարճ պոստ անեմ, որը մեծ հաջողություն բերեց, բայց դա զուտ իմ հետաքրքրության ու հաճույքի համար էր, բայց հետո հասկացա, որ իսկապես կա պահանջը, որովհետև այսպես ասած կողքի գյուղերից մարդիկ գրում են, մեր հարևան գյուղի մասն էս գրել, վաու, այսքան բան կա, մենք ինքներս չգիտենք, ու հետաքրքիրն է, որ նաև տեղացիները, ասենք Գյումրիում է դեպք պատահել, որ մենք հարցրեցինք Գյումրիում Օրիթի տունը որտեղ է, ինքը շատ հայտնի տուն է, ոչ մեկ չգիտեր ու հասկացա, որ չէ, այստեղ մի բան, այսպես ասած, պակասա պետք է վերցնել եւ աշխատել այդ ուղղությամբ։ Իսկ վաղ տարիքում առասարակ հետաքրքրված եք եղել լեռնագնացությամբ, զբոսաշրջությամբ։ Վաղ տարիքում բնությամբ, հա, բայց կխափեմ ասեմ լեռնագնացությամբ, որովհետև լեռնագնացությունը շատ պատահաբար, այսպես ասած, հա, ընկա մեջը հայտնվեցի։ Ծրագրի շրջանակում գնացի Վրաստան, այնտեղ պետք էր Կազբեկը 5048 մետր բարձրությանը, մենք ընդամենը 3500 բարձրանանք։ Ահա ասեցին դու կկարողանաս, ես հագա այսպես ասած ֆիթնեսի հագուստ եւ վերկացա գնացի, շատ սիրահարվեցի բնությանը, որովհետեւ այդ դժվարությունը, որ ես հաղթահարեցի, այսպես ասած որպես պարգև, ես տեսա այնպիսի տեսաներ, որ իսկապես հնարավոր չի այլ տեղերում տեսնել, ու անցած տարի երբ արդեն բարձրացա Կազբեկը, հետաքրքիր էր, որ հետ գնացի դեպ այդ հիշողությամբ ու հասկացա, որ ես փաստացի այսքան տես դժվարությամբ քայլել ու հասել եմ այդ կետը, բայց հավատացնում եմ արժի ու բոլորին նաև խորհուրդ եմ տալիս, եթե ոչ լեռնագնացությամբ այսպես ասած զբաղվել կամ բայց գոնե գնալ արշավների։ Թեթև այսպես ասած արահետներ կան, որոնք բոլորին հասանելի են։ Դուք ունեք ձեր հարթակը Լիլեեմը, որտեղ բավականին մեծ պաշար կա հայաստանյան տեսարժան վայրերի պատմական հուշարձանների մասին, որոնք ուղեցույցային են շատերի համար ու փաստորեն հարթակի անվանումը միայն ձեր անունը չէ, այդ Լիլիթի Լիլը չէ։ Մի փոքր խոսենք դրանից, ինչպես որոշեցիք հարթակ առասարակ ունենալ եւ անվանումը ինչպես ընտրեցիք։ Այո, Լիլը միայն իմ անվան 3 տառը չի, բայց այսպես ասած տեղացիների համար դա ընտրեցինք, որովհետև երբ գնում ես հեռավոր գյուղ ու այսպես ասած ասենք Discover Armenia, դժվար է մարդիկ կարողանան այսպես ասած որոնել ու գտնել, դրա համար որոշեցինք, որ պետքա շատ կարճ լինի ու շատ հստակ ու շատ ավելի հիշվող, բայց իր մեջ փոքրիկ գաղտնիք կա, որովհետև անգլերենի եւ պարսկերենի պարագայում արդեն երբ դու անցնում ես այդ բաժինները, գալիս է Lil Armenia, այսինքն ինքնին ներկայացնում է փոքրիկ Հայաստան։
Հա, Little Armenia, փոքրիկ, բայց 300-ից ավել հոդվածներ կա, ուղեցույցներ կան, բացահայտումներ կան, որովհետև ինձ համար Հայաստանը ոչ միայն այսպես ասած տարածքներն են, այլ նաև նախաձեռնություններն ու մարդիկ ու հետաքրքիր պատմությունները, որտեղ շատ դեպքերում մարդիկ հարթակի միջոցով նաև մոտիվացում են ոչ միայն Հայաստանում ճանապարհորդել, այլ նաև այսպես ասած ինչ որ մի նոր գործ սկսել, որովհետև կան այնտեղ նախաձեռնություններ, որ չնայած դժվարություններին իրանք սկսել են, համար են գտնվել ու այսօրվա դրությամբ ունենք նախաձեռնություններ, որոնք այսպես ասած եւ Լոնդոն են դուրս գալիս եւ Դուբայում են ներկայացվում, այսպես ասած փոքրիկ Հայաստանը քիչ-քիչ ընդլայնվում է։ Շատ լավ, այս պահին ես խորհուրդ եմ տալիս մեր հեռուստադիտողներին մի հոլովակ դիտել, որտեղ մեր Լիլիթը հետաքրքիր անցումներ է ունենում Հայաստանի տեսարժան վայրերով, մի հատ այդ vibe-ը, այսպես ասած, զգանք, շունչը զգանք, վերադառնանք տաղավար եւ շարունակենք մեր ջերմ զրույցը։ Կարճ, բայց բովանդակ հոլովակ, ինչպես որ դուք նշեցիք, Հայաստանն է փոքր, բայց շատ տեսարժան վայրերով։ Որ մարզերն են ներկայացված հոլովակում։ Տավուշի մարզն էր, Սյունիքը, Վայոց ձորը, Արարատը եւ ինչն եմ մոռացել, ու Արագածոտնը։ Ընտրությունը ինչով էր պայմանավորված։ Գեղեցիկ տեսարժան վայրերով, որովհետև ամեն դեպքում չեմ թաքցնի, մենք հայերս սիրում տեսարժան վայրեր, որտեղ կարելի է շատ գեղեցիկ լուսանկարներ անել։ Առաջին հերթին դա պարտադիր։ Ու այսպես ասած դա խայծ էր, որպեսզի մարդիկ ոգևորվեն ու վարակվեն ու այսպես ասած գնան ճանապարհորդեն Հայաստանում։ Որտեղ շատ դեպքերում նայեք, տեղեր կան, որ գնում ես ու սիրահարվում ես մարդկանց, տեղացիները շատ հետաքրքիր են, շատ յուրահատուկ են, բայց վայրեր կա, որ դու ուղղակի գնում ես այսպես ասած լուսանկարվելու։ Ես ինքս աղջիկ եմ, ես ինքս սիրում եմ լուսանկարվել։ Ես գիտեմ դա ինչ է, չէ՞։ Այո։ Դրա արժեքը հասկանում եմ։ Այո։ Լիլեյեմը մեծ թիմ ունի։ Լիլեյեմը մեծ թիմ ունի, այո, մենք այս պահին 12 հոգուց բաղկացած թիմ ենք, թիմ ասվածը մի քիչ շատ այսպես ասած պաշտոնական է, կարելի ասել ընտանիք ենք դարձել, որովհետև մեզ բոլորիս միավորել է սերը դեպի Հայաստան։ Ու իսկապես, որովհետև շատ դժվար է Հայաստանում ստեղծագործելը հենց Հայաստանի նվիրված ինչ-որ մի բան անելը, բայց մեզ բոլորիս մոտիվացում է այդ սերը, հա, որովհետև չգիտեմ, շատ միգուցե ռոմանտիկ է հնչում, բայց ես Հայաստանը շատ եմ սիրում ու ես ամեն անգամ ասում եմ, ես այնքան շատ եմ ուզում իմ տեսածի գոնե այսքան փոքրիկ հատվածը մարդիկ տեսնեն ու զգան, որտեղ իսկապես այնքան էմոցիա ես դու ձեռք բերում ու այնքան ես մոտիվացում, որ ասենք դա երևի թե տենց կես տարի քեզ հերիք է, որպեսզի քաղաքային այսպես ասած կյանքում ապրես։ Շատերը մեր օրերում, երբ ուզում են հնարավորինս արագ որևէ ինֆորմացիա տեղ հասցնել ու հեշտ գտնել թիրախային լսարանին, ավելի առօրյա հարթակներ են օգտագործում։ Instagram, TikTok, այդտեղ ավելի հեշտ են հա կարճ ֆորմատով վիդեոները առաջ խաղացում ունենում, բայց դուք ընտրել եք կարելի ասել ավելի բարդ ուղի, որովհետև դժվար է ունենալ կայք առաջին հերթին եւ կայք, որը կընթերցի ու կնայվի։ Ձեզ այս ամենը հեշտ տրվեց եւ արդյոք դուք կարողացաք հեշտ գտնել ձեր թիրախային լսարանին։ Ոյ, այդ շատ ցավոտ հարց է, որովհետև նախ սենց ասեմ, չէ, քանի որ հայերը չեն սիրում կարդալ։ Երբ բացվեց կայքը, մարդիկ ասում են, քո ինչին է պետք, մեզ պետք է լուսանկարն է, շատ լավ լուսանկարն է, քո ինչին է պետք, մեզ պետք է վիդեոն է, շատ լավ կլինի վիդեոներ։ Բայց հետո հասկացա, որ չէ, ես այսպես ասած մի քիչ էգոիստ եմ, հա, իմ տեսակով, որտեվ իսկապես ասենք, հա, շատ սիրուն է ճանապարհորդությունը, գնում ես 8 օր ու կորում ես, բայց դա աշխատանք է, որպես աշխատանք ինքը բավականին այսպես
այսպես ասած նաև սպառողը ու դրանից հետո գալ ու այսպես ասած մի հատ լուսանկար տեղադրել ու մարդկանց դրանով ասել վերջ բավարարվեք չէ դրա համար այո տեքստային ես կարողացա հավաքել մարդկանց որոնք շատ այսպես ասած եւ ինտելեկտուալ են եւ սիրում են Հայաստանը որովհետեւ այն մարդիկ են ովքեր հասկանում են հա Հայաստանի արժեքը ու նաև բայց նաև մարդիկ կան ովքեր ուղղակի կարդում են իմ ճանապարհորդությունները թե այս անգամ այս աղջիկը ուր գնաց ինչ եղավ որովհետև հոդվածների մեջ նաև այսպես ասած չակերտավորված բացասական բաներն էլ հա գրվում բացասական չեմ ասում որ ինձ ինչ որ միտեղ նեղացրել են տենց բան չի եղել բայց նաև այսպես ասած ինչ որ մի բան որը ճանապարհորդությանը մի փոքրիկ տենց նեղություն է տվել Շատ լավ կայքը, որի մասին արդեն ինչքան ժամանակ է խոսում ենք, եռալեզու է հայերեն, անգլերեն, վերջերս նաև պարսկերեն, ինչու որոշեցիք, որ պարսկերեն բաժինել պետք է ունենաք, դուք տիրապետում եք պարսկերենի։ Չէ, ես պարսկերեն չեմ տիրապետում, բայց լեռ բարձրանալու, դեմավենդը բարձրանալու ընթացքում հանդիպեցինք իրանցիների ճանապարհին ու իրանք երբ իմացան մենք հայ ենք, իրանք շատ ոգևորվեցին ու շատ հարգալից են, առհասարակ իրանցիները հայերի նկատմամբ շատ հարգալից են ու ինձ համար շատ էլի եմ ասում նպատակային է, որպեսզի մեր հարևան երկիրը շատ ճիշտ ինֆորմացիա իմանա Հայաստանի մասին, որովհետև եթե Պարսկաստանում գնաք ճանապարհորդության կտեսնեք շատ մեծ հայկական հետք, հա, ու իրանք շատ տենց գեղեցիկ ձևով ու հարգանքով պահում են։ Շատ կարևոր էր, որպեսզի այս մարդիկ իմանան Հայաստանի մասին, կարելի ասել հենց առաջի իսկ ձեռքից կամ խոսքից, ոչ թե այսպես ասած ինչ որտեղ մեկին հարցնեն, կանեն Արենի շուկայում իրանց վատ բաներ հյուրասիրել, չնայած չեմ ուզի դրա մասին խոսեմ, բայց սա նաև այսպես ասած արձագանքից իրանց արձագանքից, որովհետև Իրանի դեսպանատունը նաև շնորհակալություն հայտնեց, իրանք կարդացել էին բոլոր հոդվածները ու ասեցին, որ իրանց համար բացահայտվեց մի Հայաստան, որը փաստացի իրանք այսպես ասած չէին էլ իմանում, որ այդպիսին է։ Անգլերենը շատ պատահաբար, նայեք, ռազմավարություն ի սկզբանե չի եղել, որովհետև սա այսպես ասած իմ հաճույքի համար եմ արել, բայց կես տարի հետո, անելուց հետո հասկացա, որ սա չէ, արդեն պետքա շատ հստակ իր դարակներով։ Որներ են ֆիդբեքը, որ պահներ, որ դուք հասկացաք, որ չէ, իմ արածը կարևոր է եւ իմ արածը միայն իմ հաճույքի համար չէ, մեծ հաշվով համամարտկային է։ Օտարերկրացիներն էին գրում ու անգլերենը նաև դրանից հա ստեղծվեց, օտարերկրացիները գրում են, որ մենք Google Translate-ով կարդում ենք քո հոդվածները, շնորհակալություն, նաև COVID-ի ժամանակ Սփյուռքից շատ մարդիկ հա կարդացին, որովհետև սահմանները փակ էին ու ասում էին, որ մենք կարողանում ենք կարոտը առնենք քո հոդվածների միջոցով, բայց շատ հետաքրքիր, ասենք շատ տարբեր միջազգային մեդիա ընկերություններ են կայքի միջոցով եկել Հայաստան, շատ մարդիկ իրար են գտել, այսպես ասած նախաձեռնությունների մասին, եկել են ֆիլմեր են նկարել, հոդվածներ են գրել ու այսպես ասած դա է իմ մոտիվացիան, որովհետև փաստացի ես մի բան եմ անում, որ մարդկանց նաև այսպես ասած պիտանի է, ինչքան էլ հայ ինքը Հայաստանի մասին հարթակա, բայց իր մեջ շատ ավելի մեծ բան է գրում։ Ու ես վստահ եմ, որ սա այսօրվա պրոյեկտ չի, սա ապագայի պրոյեկտ է, որովհետև մենք դեռ փորձում ենք սիրել Հայաստանը, մենք եզրեր ենք, հա, փնտրում Հայաստանը սիրելու, որտեվ ես նաև վստահ եմ, որ մենք ինչի ենք ճակերտավոր բացասական վերաբերվում, հա, Հայաստանին, որտեվ մենք չենք ճանաչում։ Այ երբ ճանապարհորդես, այդ ժամանակ շատ ավելի հարազատ քեզ կդառնա։ Այս առումով գիտեք, շատ հակասական կարծիքներ կան իհարկե, մարդիկ ասում են շատ եմ լսել ցավոք այդ արտահայտությունը, ինչի ես Հայաստանով ճամփորդեմ, ինչի բացահայտեմ իմ տեղերը, երբ որ դրանք գնային առումով հասանելի չեն կամ հասանելի են այնքանով, որ ես կարող եմ նույն գումարը ծախսել արտերկրում, ունենալ ավելի լավ հանգիստ, ավելի շատ վիզուալ ճաշակ զարգացնել, այսինքն ինքը մի քիչ վիճելի հարց է, հա, որովհետև մեր մոտ պետք է փաստենք գները միջինից կարելի ասել, որ բարձր են։ Շատ լավ, ես օրինակ առհասարակ այդ ամեն այսպես ասած առաջի հարցն է ինձ տրվում է, նախ ցանկացած գրպանի համար առաջարկ կա Հայաստանում, ուրիշ բան, եթե դու ուզում ես 5 աստղանի հոթելում մնաս, ոչ թե մնաս օրինակ 5000 դրամանոց հյուրատանը։ Հետո սենց մի բան ասեմ, հա իհարկե մենք բոլորս ցանկանում ենք գնալ այլ երկրներ բացահայտել, որտեվ դա փորձառություն է, դա նոր մի բան է, որ ասենք դա ինձ էլ չենք կարող այսպես ասած զրկել, հա ինձ էլ է դուր գայիս ճանապարհորդել։ Բայց Հայաստանին պետքա ուրիշ ձևն է, ես միշտ սենց օրինակ եմ բերում, սեփական մոր նման, հա, վերաբերվի Հայաստանին, որովհետև կա Քրիս Ջեներ, կա Բիոնսեի մայր, կա Միշել Օբամա, որոնք շատ խելացի են, շատ գեղեցիկ են, շատ հաջողակ են, եւ կա քո մայրը, որին
դու անսահման սիրում ես, դա անբացատրելի սեր է։ Նույնը կարծում եմ պետք է Հայաստանի նկատմամբ լինել, ինձ թվում է, եթե մի բաժակ սուրճ ամեն շաբաթ մենք քիչ խմենք Կասկադում, Մասնավորապես Կասկադում եւ Սարյանում։ մենք կարողանանք գոնե ամսվա կտրվածքով մի փոքրիկ ճանապարհորդություն մեզ նվիրենք Հայաստանում։ Հրաշալի, դուք միայն ներքին զբոսաշրջությամբ եք զբաղվում եւ այդ ամենը հանրայնացնում, թե նաեւ ձեր արտերկրի այցելություններն են լուսաբանվում։ Արտերկրյան այնքանով, որ միայն լեռնային, այսպես ասած, ճանապարհորդություններս, որովհետեւ փաստացի ես բարձրացել եմ 4-5000 ավելին բարձրությամբ լեռներ, դա Էլբրուսն է եղել, Կազբեկն է եղել։ Դա չի խանգարում։ Իսկ օգնել է ամեն դեպքում ավելի թեթև եք բարձրացել։ Արարատն է եղել ու ինչ որ մեկը մոռացա, ասեմ, հա? Կազբեկը ասեցիք։ Կազբեկ, Էլբրուս, Դեմավեն եւ Արարատ։ Ինչ զգացողություն է ամեն անգամ նոր բարձունք նվաճելը։ Օй, շատ տարբեր, որովհետև նախ ճանաչում ես ինքդ քեզ, ինձ լեռնագնացությունը շատ հղկել է, դաստիարակել է, որովհետև շատ տարբեր բաների ես հանդիպում դու ճանապարհին ու առաջի հերթին ինքդ քո հետ ես կռիվ տալիս, որովհետև իրականում կոմֆորտ զոնա չկա այնտեղ, դու ամեն ինչից կտրվում ես ու գնում ես, բայց հանուն այսպես ասած քո նպատակին հասնելու համար, թե դու ինչի ես պատրաստ եւ ինչից ես պատրաստ զրկվել, այսպես ասած դա լեռներն են, հա, սովորացնում։ Չգիտեմ, ես էլի եմ ասում, ես իրահարված եմ լեռներին ու լեռնային, այսպես ասած, ճանապարհորդությունից հետո Երևանում կյանքը շատ ավելի հանգիստ է լինում եւ ուղիղ եւ խնդիրները, որոնք են, որ ասում ես, ես էլ չեմ կարողam, այս խնդիրները շատ են, գնում ես մի հատ լեռ, հետո իջնում ես, հետո հասկանում ես, ձեր բանաձևը դա է, կա մեծ խնդիր, կգնանք լեռ, կգանք կլուծենք։ Հա, որովհետեւ կարողանում ես լռության մեջ մնալ ու ինքդ քեզ հետ մնալ, որովհետեւ ամեն դեպքում մարդկությունը այսօր մի խնդիր ունի, ինքը չի կարողանում իր հետ մենակ մնալ, ինքը անդադար փորձում է շփումներ գտնի։ Կա խորհուրդ, որը կտակ մեր երիտասարդ թևին սիրելու լեռները, Հայաստանը, զբոսաշրջությունը, դուրս գալու կոմֆորտ զոնայից, ձեր փորձով թեկուզ եւ։ Հա, ես կուզեմ անպայման շատ ճանապարհորդեն հենց Հայաստանում, գիտեք, մի բարի օր գալու է, որ բոլորս էլ հա Հայաստանից դուրս ճանապարհորդելու ենք, բայց այն զգացողությունը ու այն սերը ու այն փորձառությունը, որ տալիս է Հայաստանը, հավատացում եմ, ոչ մի այլ տեղ ոչ մեկ ձեզ չի տալու, որովհետև ես ինքս իմ սեփական փորձով կարող եմ ասել, որ ես ունեմ բոլոր մարզերում ընտանիքներ, ու ես ոչ թե գնում եմ հյուր, այլ ես գնում եմ այսպես ասած իմ տուն, դա էլի եմ ասում, կարող է ռոմանտիկա հնչում, բայց մի օր կարող ենք միասին էլ փորձել, օրինակ գնանք նոյեմբերյան ու մեզ պահեն ուղակի տանը ու նաև լորիում է դեպք եղել, որ խնդրել են բուքինգը, այսպես ասած ամրագրումը չեղարկենք, հա, մնանք իրանց տանը, որովհետև այդ մարդիկ քեզ տալիս են անսահման էմոցիա, որ ոչ մի այլ երկրում հնարավոր չի ստանալ ու դու բացահայտում ես պահեր, դու դառնում ես մի մասնիկ այդ փոքրիկ ընտանիքում, որ դու այնքան շնորհակալ ես լինում այդ պահին, որ դու այդ պահին գտնվում ես հենց այդ վայրում։ Չգիտեմ, դե համար եմ ասում, այնքան լիքը բան կարելի է պատմել Հայաստանից ու ճանապարհորդություններից Հայաստանում։ Գնացեք ճանապարհորդելու։ Հայերը հյուրասեր են եւ մեր առասարակ հյուրընկալության ոլորտը, զբոսաշրջության ոլորտը զարգանում է նաև դրա շնորհիվ, ինձ թվում է։ Հյուրասերը շատ մեղմ ասված, որովհետև մենք չափից շատ սիրում ենք մարդկանց, այսպես ասած, մեզնով, հա։ Մենք այդպեսի խոսք ունենք, չէ՞, ձեռքերի մեջ ծված եղ մատուցել, լրիվ մեզ համար է ասված։ Հա, իրականում, հա, որովհետև երբ հյուրես, այն ամենալավ բանն են քեզ հյուրասիրում են, չգիտեմ, այդ օրը հատուկ քեզ համար ինչ որ բան են պատրաստում։ Բայց ձեր տանը այդպես չի եղել մանկուց, միշտ ավելի համով բան է հյուրերի համար չէին պահում տանեցիները։ Ուրեմն մաքրեմ ես արդեն քիչ եմ լինում տանը։ Դա չեմ կարող ասել։ Դարձին չեմ կարող պատասխանել։ Իդեպ այդ առումով, այդ հյուրասիրության առումով, որ շատ ծայրահեղ հյուրասեր են։ Մեր ընտանիքում մի դեպք է եղել, հայրիկս է պատում իրենց շրջանում, որ հորաքրոջս երեխաները ինչ որ բան են ուզել ուտեն, հորաքրոջս ասել է հյուրերը կգան կգնանք ուտեք, հյուրերը կգան կգնանք ուտեք, հյուրերը եկել են ամբողջը կերել են։ Երեխաներին չի մնացել, այդքան կրիտիկական է էլի մեր հյուրասիրությունը այդ կրիտիկային է հասնում։ Դուք բացի կայքի բուն գործունեությունից նաև հետաքրքիր հոլովակներ, ֆիլմեր կարելի ասել, ֆիլմեր եք պատրաստում տեղեկատվական մեր տեսարժան վայրերի մասին, այդ ժամանակ, այդ նկարահանումների ժամանակ ավելի շատ ձեր մեջ լրագրողն է խոսում, լրագրողի աչքն է տեսնում, լրագրողի ձեռքն է տեսարանների այդ գեղեցկությունը ֆիքսելու զարկերակին, թե բնություն սիրողը, հայրենիք սիրողը։
Երևի թե բոլորը միասին, որովհետև ես կարելի ասել հոլովակի կամ ֆիլմի ընթացքում ես ապրում եմ։ Ու քանի որ թիմը շատ պրոֆեսիոնալ է, ամեն մեկը իր գործի մեջ է, բայց նաև էլի եմ ասում Հայաստանը սերներ են, հա, ու նպատակը, քանի որ բլոգը, լավ, եկեք մի քիչ ստեղից պատմեմ։ Կայքը նաև պորտֆոլիո է, հա, հանդիսանում, ես շատ տարբեր աշխատանքներ եմ իրականացնում էլի Հայաստանի վերաբերյալ, բայց շատ տարբեր, այսպես ասած, նախաձեռնությունների ու ընկերությունների համար, ու շատ դեպքերում, որ ինչ որ մի բանի մասնիկ ես կազմում, չես կարողանում այն ոգևորվածությունը փոխանցես, որովհետև այսպես ասած դա քո գործը չի, դու ընդամենը պիտի մարդ լինես, դու փորձագետ ես ու վեր։ Իսկ իմ պարագայում սա հնարավորություն է, որ շատ լավ, եթե նկարահանումը 20 պայմանական 24 ժամ է տևում, այդ 24 ժամը լիարժեք պետք է ներգրաված լինել, ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ հոգնես, հասկանում ես, որ ասենք այդ 5 րոպե ավել բան ցույց տալը շատ ավելի հետաքրքիր բանի կարա բերի։ Ու դրա համար, չգիտեմ, ես ապրում եմ։ Դրա համար եմ ասում, իմ աշխատանքը ես եւի քիչ այն մարդկանցից եմ, ով երջանիկ է, որովհետեւ ես զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով, որը եւ հոբի է, եւ այսպես ասած գումար աշխատելու։ Այո։ Առաջիկայում ծրագրեր ունենք։ Առաջիկայում լեռների հետ կապված հա, դա կլինի Ամրանը, Վանի 4 գագաթ կգնամ կբարձրանամ, դա հստակ, բայց էլի լեռնային ինչ որ այսպես ասած ճանապարհորդություններ ինձ կսպասվեն։ Առաջիկայում Wild Up-նա, վայրի վերելքնա, որը 20 րոպեանոց ֆիլմերի շարք է, էլի ոնց որ այսպես ասած գալիս է կայքից, հոդվածից, ֆոտոից դեպի վիդեո ու դեպի ֆիլմ, որպեսզի մարդիկ քիչ ամենը զարգացնում եք, այսինքն ձեր գործունեությունը մի ուղղությամբ չէ։ Հա, որովհետև ֆոտո, վիդեո կա դրա պահանջը կա ու նաև այսպես ասած շատ մարդիկ են հա գրում ու ոչ թե ուղղակի ասում են հա լավ կլինես մի բան էլ անես, չէ, ու հասկանում ես ոչ մի հոգի չի ասում, երկու հոգի չի ասում, այլ դա արդեն շատ ավելի շատ մարդիկ են ասում, ասում ես լավ, եթե այսքան մարդ ասում, ուրեմն պետք է այդ ուղղությամբ աշխատել։ Ես ուզում եմ ներկայացնեմ իմ Հայաստանը, իմ սիրելի Հայաստանը, որտեղ էլի եմ ասում, հա իհարկե դժվար է Հայաստանում ապրելը, բայց եկեք մի քիչ էլ ուրիշ կողմից նայենք, շատ հետաքրքիր բաներ կա։ Շնորհակալ եմ զրույցի համար Լիլիթ, ես մեծ հույս ունեմ, որ մեր զրույցի այս դրական էմոցիան ու սերը առհայրենի բնություն փոխանցվեց մեր հեռուստադիտողներին եւս եւ վարակեցինք իրենց, ձեզ հաջող գործունեություն եմ մաղթում, ազատ լինելուն պես սիրով կգամ ձեզ հետ բացահայտելու ձեր Հայաստանը, նույն խորհուրդը տալիս եմ նաեւ մեր հեռուստադիտողներին, Լիլիթի տեղն իմացաք, կայքի անունն իմացաք, այնպես որ բաց մի թողեք այս հնարավորությունը, բաց մի թողեք հոդվածները մեկը մեկից հետաքրքիր եւ ինչու՞ չէ նաեւ Լիլիթի հետ գնացեք բարձունքներ նվաճելու, իսկ այս պահին ձեզ կմիանա Արցախցի իմ գործընկեր Աշոտ Սարգսյանը իր արցախյան զրույցներով։